Համացանցում հայտնվել է այս տարօրինակ հոլովակը, ուշադիր նայեք։ Երիտասարդ տղան մտնում է օդանավակայան, նա բացարձակ հանգիստ է։ Մի քանի րոպե հետո տղան այլայլված մտնում է օդանավակայանի բժշկի սենյակը ու սկսվում է ամենատարօրինակը։ 10 րոպե հետո տղան վախեցած հանկարծակի դուրս է թռչում բժշկի սենյակից ու փախնում է սկզբում սենյակից, իսկ հետո օդանավակայանի շենքից։ Տղան անհետանում է ոչ միայն կադրից, այլ նաև այս րոպեից սկսած անհետ կորում է։ Ինչ էր տեսել կամ լսել երիտասարդ տղան, որ այդքան վախեցել էր, ումից էր նա փախչում և ուր է նա անհետացել։ Եվ այսպես սկսենք սկզբից։ Ով էր այն տղան, որին դուք տեսաք կադրերում։ Երիտասարդ այս տղան Լարս Միտանգն է։ Նա սիրում էր սպորտ, երազում էր դառնալ ինժեներ և ուղղակի պաշտում էր ճամփորդելը։ Վերջին տարիներին Լարսի հայրը առողջական խնդիրներ ուներ ու դա էր պատճառը, որ Լարսը ապրելով այլ քաղաքում, աշխատելով և պարապելով, որպեսզի կարողանա ինժեների կրթություն ստանալ, շաբաթ-կիրակի օրերը գալիս էր իր հայրենի տուն, որպեսզի կարողանա օգնի մորը խնամել հորը։ Եվ ահա 2014 թվական հունիսի 30 ծանր գրաֆիկից մի քիչ հանգստանալու համար Լարսը որոշում է մեկնել հերթական ճամփորդության, այս անգամ իր 5 ընկերների հետ։ Ուղղությունը այս անգամ լինում է դեպի Բուլղարիա, իսկ ավելի կոնկրետ Վարնա քաղաք, որը զբոսաշրջիկների կողմից շատ սիրված ուղղություն էր։ 6 տղաները կանգ են առնում Viva հոթելում, որը 4 աստղանի ոչ շատ թանկ, բայց միևնույն ժամանակ ոչ շատ էժան հյուրանոց էր։ Հունիսի 30-ից մինչև հուլիսի 3-ը ընկած օրերը անցնում են հանդարտ և առանձնահատուկ ոչ մի բան տեղի չի ունենում։ Բացի նրանից, որ եթե Լարսի 5 ընկերները սիրում էին հանգստանալ լողավազանի մոտ, վայելել արևը ու արևայրուք ընդունել, Լարսը չափազանց սիրելով ակտիվ հանգիստը և հատկապես սպորտը ու հատկապես ֆուտբոլը, ժամերով այլ երկրներից հավաքված երիտասարդների հետ ֆուտբոլ էր խաղում։ Եվ ահա գալիս է հուլիսի 3-ը, երեկոյան ժամը 11, տղաները որոշում են գնալ մոտակա բառը, մի քիչ ժամանակ անցկացնել, մի քիչ շփվել, բայց որ ամենակարևորն է այդ երեկո կարևոր ֆուտբոլային հանդիպում էին ցուցադրելու, իսկ Լարսը ֆուտբոլի մեծ սիրահար էր։ Երեկոն սկսվում է հանգիստ, բայց մի քանի ժամ հետո կրքերը թեժանում են։ Բառում հավաքված բավարացի երիտասարդների խմբին դուր չի գալիս Լարսի և նրա ընկերների ակտիվությունը ու նրանց երկրպագած թիմի հաղթանակը, ինչի պատճառով էլ փոքրիկ վիճաբանություն է սկսվում տղաների երկու խմբերի միջև։ Վիճաբանությունը շատ շուտ ավարտվում է և տղաները բառում մնում են մինչև առավոտյան ժամը 4-ը։ Առավոտյան ժամը 4-ին տղաները դուրս են գալիս բառից։ Լարսի 5 ընկերները չափազանց սոված էին և որոշում են երեկոն շարունակել, իսկ ավելի կոնկրետ առավոտը շարունակել մոտակա Մակդոնալդսում։ Բայց քանի որ Լարսը սպորտով էր զբաղվում և խիստ սննդակարգ էր պահում, որոշում է ուղղակի բաց թողնել մակդոնալդսյան նախաճաշը և վերադառնալ հյուրանոց։ Այդպես էլ անում է։ Ընկերները մի քանի ժամ հետո հյուրանոց վերադառնալիս, սակայն շոկի մեջ են լինում։ Եթե փնտրում եք ռեստորան ձեր իվենթի համար, կնունկ, ծնունդ, հարսանիք, baby shower, վերանդան լավագույն տարբերակներից է, բացատրեմ ինչու։ Նախ ուտելիքը իսկապես շատ համեղ է և ունեն փաթեթներ, որոնք հարմար գներով են սկսվում։ Երկրորդ, վերանդայում երգում են տարբեր ու բազմաոճ երգացանկով երգիչներ, ինչը ձեր իվենթի երաժշտական երեկոն դարձնում է շատ բազմատեսակ ու հարուստ։ Հարմար է թե մեծ իվենթների և թե փոքր իվենթների համար ու տարածքը այնպիսին է, որ կարող եք ստանալ ձեր իվենթի թեմատիկային համապատասխանող դիզայն։ Հիշեք վերանդան ձեր հաջորդ իվենթի համար։ Լարսին նրանք գտնում են ամբողջությամբ ծեծված վիճակում, կապտուկներով և հատկապես ծանր վնասվածքով ականջի հատվածում։
Պարզվում է, որ ընկերներից բաժանվելուց հետո եւ դեպի հյուրանոց ճանապարհին Լարսի դիմաց դուրս են գալիս անծանոթ ինչ-որ երիտասարդներ տեղացի, որոնք ծեծի են ենթարկում նրան։ Լարսը ուներ լուրջ կասկածներ, որ երիտասարդները, ովքեր հանդիպել էին նրան հյուրանոցի ճանապարհին եւ ծեծել էին իրեն, իրականում այն երիտասարդների կողմից էին վարձված, որոնց նա հանդիպել էր մի քանի ժամ առաջ բարում եւ որոնց հետ լեզվակռիվ ու թեթև վիճաբանություն էր ունեցել։ Ինչու էր Լարսը այդքան համոզված, որովհետեւ վիճաբանության ժամանակ բավարարացի տղաները իրականում բերանից թռցրել էին, որ այստեղ Վառնայում հնարավոր է փոքր գումարի դիմաց մարդկանց վարձել եւ ում գլուխը ուզես կարելի է ուտել։ Բայց միևնույն է Լարսը որոշում է կոնֆլիկտը չշարունակել ու ուղղակի փորձել վերականգնվել։ Բայց քանի որ դիմացը շաբաթ կիրակի էր եւ ոչ մի հիմնական բժիշկ ոչ մի հիվանդանոցում չէր աշխատելու, Լարսը որոշում է ականջի հարցը թողնել երկուշաբթիին։ Շաբաթ կիրակի օրերը Լարսը ունենում է իսկապես շատ ուժեղ ականջի ցավեր եւ երկուշաբթի օրը նա որոշում է վերջապես գնալ բժշկի։ Բժիշկը հետազոտությունից հետո ասում է, որ հարվածները իսկապես շատ ուժեղ են եղել եւ Լարսը ունի ականջի բուժման կարիք, ինչի պատճառով էլ նրան բարձր ճնշման ենթարկվել չի կարելի ու հետեւաբար նրան արգելվում է ինքնաթիռ բարձրանալ։ Իսկ հենց հաջորդ առավոտ Լարսը եւ նրա ընկերները պետք է հեռանային Վառնայից։ Բայց նման լուր ստանալուց հետո Լարսը վերադառնում է հյուրանոց, պատմում է լուրը ընկերներին ու խնդրում է նրանց գնալ Վառնայից իրեն թողնելով այստեղ եւ մի քանի օր հետո ինքը ականջի հարցերը լուծելուց հետո ինքնուրույն կվերադառնա տուն։ Ընկերները այդպես էլ անում են։ Ընկերների հեռանալուց հետո Լարսը մի քանի կարևոր գործողություն է անում, որոնք անպայման պետք է ուշադիր հիմա ֆիքսեք հասկանալու համար տարօրինակ իրադարձությունների հաջորդականությունը, որը տեղի է ունենում անմիջապես այն վիդեոից առաջ, որը մենք ամենասկզբում դիտեցինք։ Ինչ է անում Լարսը։ Քանի որ բժիշկը նրան հակաբիոտիկներ էր նշանակել, Լարսը դուրս է գրվում հյուրանոցից, որովհետև այն համեմատաբար ավելի թանկարժեք էր եւս մի քանի օր անցկացնելու համար։ Կանգնեցնում է մոտակա տաքսին եւ խնդրում է իրեն տանել դեղատան ուղղությամբ։ Առաջին դեղատանը Լարսին անհրաժեշտ հակաբիոտիկները բավականաչափ քանակի չեն լինում եւ նա որոշում է գնալ եւս երկու դեղատուն բավականաչափ քանակը գնելու համար։ Դեղատան ճանապարհից Լարսը խնդրում է տաքսու վարորդին իրեն տանել մոտակա որևէ հյուրանոց, որտեղ ինքը կկարողանա անցկացնել մի քանի օր։ Բայց խնդիրն այն էր, որ Վառնայում դա պիկ զբոսաշրջային շրջան էր, ու դա էր խնդիրը, որ գրեթե բոլոր հյուրանոցները ամրագրված էին եւ ազատ տեղ չկար։ Երեկոյան 10:10 րոպե Լարսը հասնում է մոտակա էժան մի հյուրանոց, Քոլոր Վառնան, որտեղ էլ սենյակ է ամրագրում։ Ամրագրելուց հետո եւ իրերը սենյակ տեղափոխելուց հետո Լարսը հասկանում է, որ ուզում է ջուր գնել։ Դուրս է գալիս հյուրանոցից, որովհետեւ հյուրանոցի անմիջապես դիմացի մայթին կար փոքրիկ կրպակ։ Բայց հենց այդ պահին Լարսը նկատում է, որ կրպակի կողքին հյուրանոցի հենց դեմ դիմաց սև զգեստներով 4 երիտասարդ է կանգնած, ովքեր տարօրինակ ու շատ ուշադիր նայում են իր վրա։ Լարսը մի տեսակ տարօրինակ է իրեն զգում ու որոշում է չգնալ խանութ։ Հետ է վերադառնում հյուրանոց եւ հյուրանոցի ռեստորանից է գնում ջուրը։ Բարձրանում է սենյակ ուղիղ ժամը 11-ին։ Ու հենց այդ պահից սկսվում են տարօրինակությունները։ Լարսը զանգահարում է մայրիկին։ Հետաքրքիր մի բան։ Լարսը իր հետ ճամփորդության վերցրել էր հին կոճակներով հեռախոս, այնինչ նոր սմարթֆոնը թողել էր տանը։ Լարսը անհանգիստ ձայնով զանգում է մորը
եւ խնդրում է շատ արագ լիցքավորել իր հեռախոսը։ Մայրը կատարում է խնդրանքը։ Դրանից հետո Լարսը մորը զանգահարում է եւս 3 անգամ։ Երկրորդ անգամ Լարսը զանգահարում է ու պատմում է մորը ինչ է իր հետ պատահել եւ պատմում է, որ ինքը շատ արագ պետք է լքի վառնան ու տուն վերադառնա։ Մայրը խորհուրդ է տալիս առավոտյան կապվել ապահովագրական ընկերության հետ եւ խնդրել արտահերթ չվերթով տղային հետ վերադարձնել տուն։ Հույսով, որ այդպես կկարողանա հանգստացնել Լարսին եւ նա նորմալ քուն կմտնի, կհանգստանա ու առավոտյան արդեն ի վիճակի կլինի հանգիստ հոգեվիճակում եւ ֆիզիկական վիճակում վերադառնալ տուն։ Նույնիսկ առավոտվա համար նրա անունով ավտոբուս է վարձում, որը նրան պետք է վերցներ հյուրանոցից եւ տեղափոխեր օդանավակայան։ Հաջորդ 2 զանգերը էլ ավելի տարօրինակ են լինում։ Լարսը զանգահարում է մորը եւ ասում է, որ հյուրանոցում, որտեղ ինքը հիմա գտնվում է, տարօրինակություններ են կատարվում։ Նախ եւ առաջ հյուրանոցում պատճենել են իր քարտի տվյալները, ինչի պատճառով էլ Լարսը խնդրում է մորը, որպեսզի նա զանգահարի իր բանկ եւ խնդրի բլոկավորել իր քարտը։ Մայրիկի համար դա եւս շատ տարօրինակ է թվում, որովհետեւ դեռ երբեք չէր լսել նման նախադեպ, որ հյուրանոցում պատճենեն որևէ մեկի բանկային քարտի տվյալները։ Հաջորդ զանգի ժամանակ Լարսը բառացիորեն վախեցած ու խուճապահար ձայնով ասում է, որ տարօրինակությունները հյուրանոցում էլ ավելի են ուժգնանում։ Իր հյուրանոցի սենյակում տեղադրված են տեսախցիկներ, իրեն տեսագրում եւ ձայնագրում են, իսկ հյուրանոցի դեմ դիմաց կանգնած են 4 անծանոթ տղաներ, որոնք գալիս են իր հետևից։ Գիշերը 3:06 րոպե Լարսը 15 րոպե ընդմիջումով մայրիկին ուղարկում է 2 հաղորդագրություն, երկուսն էլ նույն տարօրինակ բովանդակությամբ։ 2 նամակի մեջ էլ Լարսը հարցնում է մորը. ինչ է նշանակում Սերֆիլ 500։ Քիչ հետո ես ձեզ կբացատրեմ, թե ինչի մասին է խոսքը ու ինչ է նշանակում այդ միստիկ հաղորդագրությունը։ Սրանից հետո անցնում է 2 ժամ։ Լուսաբացին ժամը 5-ին Լարսը հավաքելով իր ճամպրուկը վախեցած դուրս է թռչում հյուրանոցի շենքից, կանգնեցնում է առաջին իսկ պատահած տաքսին եւ արագ նստում է։ Տաքսու մեջ լինում է ուղևոր մի կին, բայց Լարսը այնքան վախեցած եւ ահասարսուռ դեմքով է լինում, որ տաքսու վարորդը եւ կինը համաձայնվում են Լարսին տանել այնտեղ, որտեղ ինքը ուզում է, իսկ Լարսը պահանջում է իրեն տանել օդանավակայան։ Հասնելով օդանավակայան դուք տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում։ Լարսը հանգիստ մտնում է օդանավակայանի շենք, ճամպրուկը նրա ձեռքում է։ Դրանից հետո Լարսը եւս մեկ հաղորդագրություն է ուղարկում մորը եւ խնդրում է իրեն փոխանցել 500 եվրո։ Մայրը կատարում է տղայի խնդրանքը։ Մի քանի րոպե հետո փոխանցումը անելուց մայրը հետ է զանգում Լարսին, որպեսզի հայտնի նրան, որ գումարը արդեն փոխանցված է, բայց Լարսը հեռախոսազանգին չի պատասխանում։ Եվ դա լինում է վերջին անգամը, երբ տղան առհասարակ կապի է դուրս գալիս մոր հետ։ Հիմա վերադառնանք օդանավակայան եւ տեսնենք, թե ինչ է լինում այն կարճ ժամանակահատվածում, երբ Լարսը գրում է մորը խնդրելով իրեն փոխանցել 500 եվրո, եւ այն պահը, երբ մայրը զանգահարում է նրան, եւ տղան այլևս չի պատասխանում։ Լարսը այլայլված դեմքով մտնում է օդանավակայանի բժշկի սենյակ, որտեղ անցկացնում է մի քանի րոպե։ Իսկ հետո օդանավակայանի անվտանգության տեսախցիկներից պարզ է դառնում, որ տղան շատ հանկարծակի դուրս է փախչում բժշկի սենյակից
ու բարի բուն իմաստով, սարսափած, վազելով, փախչում է ոչ միայն սենյակից, այլ առհասարակ դուրս է գալիս օդանավակայանի շենքից, նույնիսկ իր անձնական իրերը թողնելով բժշկի սենյակում։ Այս կադրերը սարսուռ են ուղղակի առաջացնում։ Ինչ է տեղի ունենում բժշկի սենյակում։ Ինչ է տղան տեսնում կամ լսում, որ այդքան վախեցած փախչում է օդանավակայանի շենքից։ Իսկ հիմա ամենակարևորը։ Ինչքանով է այսօր ռեալ գալ Ամերիկա եւ դիմել քաղաքական ապաստանի, հարցը ուղղում եմ փաստաբան Մերի Կոստանյանին, Մերի բոլորին հետաքրքրող թոփ հարցին։ Անձը միշտ կարող է գալ եւ դիմել ապաստանի։ Այսինքն, եթե անձը գալիս է տուրիստական կամ մեկ այլ ոչ ներգաղթային վիզայով ԱՄՆ, նա հանգիստ կարող է դիմել։ Երկրորդ ամենակարևոր հարցը, եթե մարդուն արդեն կանչել են հարցազրույցի, հետաձգել, թե այս պայմաններում միևնույնն է գնալ։ Ես կարծում եմ, որ միևնույնն է գնալ, բայց ես միշտ հետաձգելուն կողմ եմ այն պարագայում, երբ որ անձը պատրաստ չի հարցազրույցին, օրինակ չունի բավարար ապացույցներ, օրինակ պատմություն չունի, կամ ինչ որ այլ հանգամանքներ կան, խնդիրներ կան, որոնց արդյունքում անձը կարող է ներկայանալ հարցազրույցի եւ չստանալ այդ ցանկալի ապաստանը։ Իսկ մնացած պարագայում ես խորհուրդ չեմ տալիս հետաձգել, ինչու, որովհետեւ հետաձգումը շատ կարճաժամկետ է լինում։ Մենք այսօր եմ տեսնում ենք, եթե անձին հետաձգում են, ապա 2-3 ամիս հետո նորից անձին հրավիրում են հարցազրույցի։ Ապաստանի գրասենյակի հետ կապված դատարանում շատ ավելի երկար է։ Շնորհակալություն ու ես կխնդրեմ, որպեսզի ձեզ հետաքրքրող բոլոր էմիգրացիոն հարցերը ուղարկեք իմ Instagram-ի էջին, թողնեք այս վիդեոյի կոմենտներում ու մենք բարբերաբար Մերիի հետ դրանց կանդրադառնանք։ Այս կադրերը լինում են վերջինը, որտեղ երևում է Լարսը։ Նա հստակ վազելով դուրս է գալիս օդանավակայանի շենքից, իսկ հետո անհետանում է ոչ միայն տեսախցիկներից ու կադրից, այլ առհասարակ նրան կորցնում են անհետ։ Եկեք հասկանանք ինչ էր տեղի ունեցել, որովհետև այն, թե ինչ էր կատարվել բժշկի սենյակում եւ ամենակարևորը ինչ էր կատարվել օդանավակայան հասնելուց առաջ եւ ովքեր էին այն տղաները հյուրանոցի առաջ կանգնած, իսկապես շոկային է։ Տղայի անհետանալուց հետո լուրը շատ արագ հասնում է մայրիկին եւ նա վարձում է մասնավոր դետեկտիվ, ով կկարողանար ոստիկանությանը զուգահեռ գործը շատ արագ իմի բերել։ Եվ հենց այդ ժամանակ հանրության եւ նաեւ մայրիկի համար գաղտնազերծվում է օդանավակայանի անվտանգության տեսախցիկների այս խոլովակը, որը հետո արդեն բում է անում իսկական համացանցում եւ բազմաթիվ մարդկանց տալիս է հնարավորություն վերջապես փորձել ուսումնասիրել այս кейսը եւ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում այս տարօրինակ վիդեոյի մեջ։ Բայց հետաքրքիր մի բան, Լարսի մայրիկը տալիս է հարցազրույց, որի ժամանակ նա հայտնում է, որ իրականում այս խոլովակը ամբողջական չի տեղադրվել համացանցում եւ կան հատվածներ, որոնք հնարավորություն է տրվել նայելու միայն իրեն։ Եվ այդ հատվածներում շատ ավելի տարօրինակ մի բան է նկատվում։ Այն պահին, երբ Լարսը դուրս է գալիս օդանավակայանի շենքից, վախեցած եւ ինչ որտեղ փախչում է, նրա ճանապարհին հանդիպում է երկու ոստիկանական ավտոմեքենա եւ կադրերից հստակ երևում է, որ տղան ամեն ինչ անում է ոստիկանական ավտոմեքենաներից խուսափելու եւ նրանց տեսադաշտում չհայտնվելու համար։ Իսկ հետո տղան վազքով գնում է դեպի օդանավակայանի դիմացի հատվածը գտնվող ավելի սաղարթախիտ ծառերով փակված անտառանման մի վայր եւ հենց այդ պահից սկսած էլ նա ուղղակի անհետանում է տեսախցիկների տեսադաշտից։ Այս մանրամասնը ել ավելի է խճճում ամեն ինչ իրար եւ գալիս են հիմնական թեորիաները։ Ինչ էր իրականում տեղի ունեցել։ Բայց գիտեք ամենահետաքրքիրը այս պատմության մեջ այն է, որ վիդեոյի վերջում ես ձեզ պատմելու եմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, որովհետև տարիներ շարունակ կային միայն թեորիաներ, իսկ վերջերս հայտնաբերվել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել Լարս Միտանգի հետ։ Եվ այսպես թեորիա առաջին։ Ինչ էր տեղի ունեցել երիտասարդ տղայի հետ։ Երիտասարդ տղան ավելի էժան հյուրանոց տեղափոխվելուց հետո, հիշում եք,
իջել էր դուրս, որպեսզի մոտակա կրպակից ջուր գներ։ Եվ կրպակի մոտ նա տեսել էր 4 սև հագուստով տարօրինակ երիտասարդների։ Ըստ այս թեորիայի կողմնակիցների, երիտասարդ այս տղաները բոլորովին էլ անծանոթ չէին Լարսին։ Դրանք հենց այն երիտասարդներն էին, որոնք բարից դեպի հյուրանոց ճանապարհին ծեծել էին Լարսին։ Ինչ էր իրականում տեղի ունեցել։ Ծեծի ժամանակ Լարսը կարողացել էր դուրս պրծնել երիտասարդների ձեռքից եւ այսպես ասած միսիան ամբողջությամբ տղաները չէին հասցրել ավարտին եւ դա վերջին կիզակետին հասցնելու համար հետապնդում էին Լարսին։ Հենց դա էր պատճառը, որ Լարսը հյուրանոցի դիմաց տեսնելով տղաներին ընկել էր խորը պանիկայի եւ վախի մեջ։ Հենց դա էր պատճառը, որ նա մինչև առավոտ չի սպասում, որպեսզի գնա օդանավակայան, նա լուսադեմին ժամը 5-ին բռնում է առաջին իսկ պատահած տաքսին ու արագ գնում է դեպի օդանավակայան։ Ըստ թեորիայի, ինչ էր տեղի ունեցել օդանավակայանում։ Տղաները հետապնդել են Լարսին մինչև օդանավակայան եւ այն պահին, երբ տղան մտել է զուգարան, նրանք բռնացրել են Լարսին եւ սկսել են նորից սպառնալ։ Լարսը գտել է հարմար պահ եւ ճողոպրել է դեպի օդանավակայանի բժշկի սենյակը, բայց այնտեղ էլ հասկանալով, որ միևնույն է վերջում տղաները իրեն գտնելու են, բռնելու են եւ ծեծելու են, որոշում է պարզապես փախչել օդանավակայանից։ Բայց այս թեորիան շատ այսպես կտրտված եւ անհիմն է։ Նախ եւ առաջ, եթե տղաները որոշել էին վերջին հասցնել իրենց ծեծելու եւ այսպես ասած հաշվեհարդարի ծրագիրը, ապա դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 3-ին, որից հետո մինչև երկուշաբթի օրը, այսինքն մինչև ընկերներին ճանապարհելը, եղել էր եւս 2 օր, որի ընթացքում Լարսը դուրս էր եկել հյուրանոցից եւ կային բոլոր հնարավորությունները Լարսին բռնացնելու եւ ծեծը այսպես ասած շարունակելու, ինչի համար են տղաները սպասել մի քանի օր եւ հետո միայն տղային հետապնդել մինչեւ մյուս հյուրանոցը, իսկ հետո մինչեւ օդանավակայան, շատ այսպես օդում կախված հարցեր է առաջացնում։ Թեորիա 2 ինչ էր տեղի ունեցել։ Ըստ այս թեորիայի Վառնան առհասարակ այս տարիներին հայտնի էր նրանով, որ այնտեղ շատ հաճախ իրականանում էին մարդկային տրաֆիկինգի դեպքեր, ինչպես նաև գաղտնի ու արգելված նյութերի առք ու վաճառքի դեպքեր, ինչի համար շատ հաճախ օգտագործում էին հենց այն մարդկանց, որոնց տրաֆիկինգի էին ենթարկել։ Եվ ըստ այս թեորիայի Լարսը հայտնվել էր այսպիսի կրիմինալ պատմության կենտրոնում, որտեղ նրա վրա, այսպես ասած, դուրս էին եկել կրիմինալ անձինք, որոնք էլ ստիպել էին որոշ քանակի արգելված նյութեր հասցնել A կետից դեպի B կետը։ Ենթադրաբար նյութերը փոխանցվել էին Լարսին հենց այն երիտասարդների կողմից, ովքեր այսպես ասած ծեծի էին ենթարկել նրան գիշերը։ Իսկ տեղը, որտեղ պետք է հասցներ Լարսը այդ արգելված նյութերը, օդանավակայանն էր, ու հենց դա է լինում պատճառը, որ Լարսը խորհուրդ է տալիս ընկերներին առանձին գնալ, որովհետև ընկերները նրան կխանգարեին իրականացնել իր միսիան, իսկ հետո արդեն միսիան իրականացնելուց հետո նա պարզապես դուրս է փախչում օդանավակայանից ու նույնիսկ փորձում է թաքնվել ոստիկանների աչքից, բայց այստեղ պարզ հարց է առաջանում. եթե տղան հայտնվել էր օտար երկրում, եթե նրան սպառնում էին, եթե նրան ստիպել էին անել այդ գործողությունները, հանդիպելով ոստիկանական մեքենաներին եւ հստակ հասկանալով, որ ինքը մեկնում է այդ երկրից, ինչու Լարսը օգնություն չէր խնդրել ոստիկաններից։ Թեորիա համար 3։ Այս թեորիայի էպիկենտրոնում բժիշկն է, որի մոտ իրականում մտնում է հետազոտության Լարսը։ Այն ինչ տեղի է ունենում իրականում բժշկի սենյակում, շատ միստիկ ու առեղծվածային մի քանի րոպե է լինում։ Մենք հայերս, որ գալիս ենք Հայաստանից, Ռուսաստանից, միշտ խառնենք, որովհետև կամ տուն ենք գնում, կամ տուն ենք վաճառում, կամ ժառանգություն պետք է ընդունենք եւ դրա համար իհարկե մենք չենք կարող գնալ, հասնել նորից Հայաստան կամ Ռուսաստան, ինչ անել, այստեղ Լոս Անջելեսում գտնել լավ
նոտար։ Ինչ գործարքներ եք անում։ Նոտարական ծառայությունների մեջ մտնում են նաև լիազորագրերը, որոնք մենք պատրաստում ենք Հայաստան, Ռուսաստան ուղարկելու համար եւ մարդիկ հնարավորություն ունեն չլքելով երկիրը, կազմակերպել իրենց բոլոր գործերը այստեղից այնտեղ լիազորելով ինչ-որ մեկին։ Առնել, վաճառել, նվիրել, ժառանգություն ընդունել կամ հրաժարվել, շատ տարբեր են գործարքները, նույնիսկ կա հնարավորություն օրինակ անչափահաս երեխայի անձնագրի ժամկետը լրանում է եւ դեսպանատնով դա մի փոքր երկար է տևում, մի քանի ամիս լիազորագրի հիման վրա կարող եք ձեռք բերել 1 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանում։ Գիտեմ նաև այսօր ինձ պատմեցիք, որ ունեք նոր շատ հետաքրքիր ծառայություն այստեղ։ Այո։ Պատմենք նաև, որտեղ վստահ եմ շատ մարդու կհետաքրքրի։ Այո, մեր հաճախորդներին որոշել ենք ուրախացնենք եւ նոր ծառայություն ունենք, այսինքն մենք մեր գրասենյակում ունենք լիցենզավորվել ենք եւ կարող ենք կազմակերպել ամուսնություն, գրանցել եւ նույն օրը սերտիֆիկատը տալ մարդկանց։ Ընդ որում ցանկության դեպքում կարող են կազմակերպել գեղեցիկ ամուսնական արարողություն, ինչպես գրասենյակում, այնպես էլ ձեր նշված ցանկացած վայրում։ Բանն է, որ բժիշկը, ով որ տվել է ցուցմունք, որովհետև փաստացի եղել է վերջին մարդը, ով շփվել է Լարսի հետ, շատ խճճված ցուցմունք էր տալիս։ Առաջին դեպքում նա պատմում է, որ հետազոտության ժամանակ իր սենյակ մտնում է ավիաընկերության ներկայացուցիչ, որը փնտրում էր պարզապես Լարսին, որպեսզի զգուշացներ, որ բժշկից թույլտվություն ստանալուց հետո ինքը կարող է գալ եւ միանալ թռիչքի, այսպես ասած։ Հա, իդեպ նշեմ, որ Լարսը ի սկզբանե մտել էր բժշկի սենյակ, որովհետև օդանավակայանը եւ ավիաընկերությունը պահանջում էր նման ծանր վնասված ունենալու արդյունքում ստանալ տեղի բժշկի թույլտվությունը թռիչք իրականացնելուց առաջ։ Երկրորդ ցուցմունքի ժամանակ բժիշկը նույն պատմությունը պատմում է, բայց պատմում է, որ իր սենյակ մտնում է ոչ թե ավիաընկերության, այլ օդանավակայանի աշխատակից, հենց օդանավակայանի աշխատակիցների ֆորմայով մասնագիտական։ Եվ երբ Լարսը տեսնում է այս տղամարդուն, նա միանգամից այլայլվում է, խուճապի է մատնվում, հետո խնդրում է, որպեսզի դուրս գա զուգարան եւ այդպես անհետ ինքնամոռաց փախչում է։ Եվ երրորդ արդեն պատմության ժամանակ նա հստակ չի կարողանում ասել, ի վերջո Լարսը թույլտվություն է խնդրել գնալ զուգարան եւ դուրս գալու պատրվակով հետո արդեն փախչել է իր սենյակից եւ օդանավականից, թե ի սկզբանե այլայլված, վախեցած դուրս է թռչել սենյակից։ Ու այս չկապակցված ու ոչ հստակ ցուցմունքները շատ տարօրինակ դարձրեցին բժշկի կերպարը ու ըստ այս թեորիայի կողմնակիցների արդեն կար ինչ-որ խճճված մի շղթա, որը իսկապես հետապնդում էր Լարսին եւ այդ շղթայի մեջ խառնված էր նաեւ բժիշկը։ Ընդ որում այս շղթայի մեջ խառնված էր նաեւ այն միստիկ անձնավորությունը, որը բժշկի սենյակ մտնում է Լարսի փախուստից ընդամենը մի քանի րոպե առաջ եւ որը ենթադրաբար հենց լինում է այն ազդակը Լարսի համար, որ իրեն դեռ հետապնդում են եւ իր վերջը գալու է հենց օդանավակայանում ու ինքը պետք է այդտեղից փախչի։ Իսկ հիմա պատմության ամենահետաքրքիր մասը։ Ընդամենը վերջերս պարզ է դարձել, թե իրականում որն է ճշմարտությունը։ Բայց այստեղ էլ հարց է մնում. արդյոք ճշմարտությունն է սա, թե թեորիաների մեջ կան շատ ավելի իրականությանը մոտ տարբերակներ։ Լսենք օֆիցիալ պաշտոնական տվյալներով ինչ էր տեղի ունեցել տղայի հետ։ Եվ այսպես, ընդամենը վերջերս պարզ է դառնում մի հետաքրքիր բան։ Հիշում եք, ես ես պատմում էի, որ վերջին նամակների մեջ Լարսը տարօրինակ բաներ էր գրում մորը, գրում էր Սերֆիլ 500, ինչ է դա։ Հիմա ես եկել եմ Զավանտ Էսթետիկս ու խնդրելու եմ, որ Զարա Հարությունյանը մեզ բոլորիս խորհուրդ տա, ոնց է պետք անել բոթաքս, որպեսզի ունենաս լավ արդյունք, որովհետև բոլորի աչքը վախեցած է, որ ունքը կթռնի, սառած կլինեն, ինչից է պետք զգուշանալ։ Կամ շատ մարդիկ անհանգստանում են հանգարցակի ունքը չկախի։ Ուղղակի իր ինջեկտորը պետք է իմանա բեյսիկ անատոմիան, որտեղ է մկանները կպած, որտեղ կարելի է սրսկել,
որտեղ պետքա խուսափել։ Մյուս բանը, որից են շատերը խուսափում, ու երևի տեսել եք Ջակ Նիկոլսոնը, ասենց զարմացած տնակներ ունքերով մարդկանց, ասենց մի տեսակ Ջակ Նիկոլսոնն եմ ես ասում, 3-րդ եւ 4-րդ։ Մի 4-ը պրոբլեմա կա, որը շատ են խոսում, երբ որ սրսկում են, ուսես մի տեսակ թշիկներ են ստանում։ Ինչի, որովհետեւ իրանց ինջեկտորը սրսկելուց հանկարծակի սխալ մկանի մեջ է բոթոքսը ներարկել ու այդ մկանը անշարժացրել է։ Դա զայգոմատիկոս մկաններն են, որը արդեն թուշը տանել բերելու ոնց որ ֆունկցիան են կատարում։ Եվ վերջապես այն սառացած, զարմացած դեմքերը, օրինակ ես personally նախընտրում եմ իմ client-ներին, patient-ներին ավելի ոնց որ աշխուժ միմիկա թողնել, ինչքան շատ unit ես ներարկում, այդքան արդյունքը ավելի երկար է պահում, բայց արդյոք արժի քարացած դեմքով մի 4-5 ամիս ման գալ, որ հետո մի 2 ամիս էլ նորմալ մարդու դեմքով ման գալ, ինձ թվում է չարժի։ Դրա համար նախընտրելի է ճիշտ քանակի բոտոքս ներարկել, ճիշտ մկանային շարժը թույլատնելու համար, որպեսզի մարդը 3-ից 4 ամիս նատուրալ դեմքի արտահայտությունով ման գա, մարդու չվախացնի, չզարմացնի, ինքն չվախենա ինքը իրան հայլու մեջ նայելու համար։ Եթե որևէ beauty procedure եք ուզում անել, botox filler-ներ, լազերային պրոցեդուրաներ, այստեղ Լոս Անջելեսում կարող եք գալ Zavant Aesthetics, որը հիմա մասնաճյուղ ունի նաև Բրբանկում։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա արդեն պարզ է դարձել։ Serfil 500-ը դա դեղամիջոցն էր, որը բժիշկը նշանակել էր լարսին որպես հակաբիոտիկ ականջի բորբոքումը եւ ականջի հարվածներից ստացած այդ ցավը բուժելու համար։ Եվ ընդհանրապես վերջերս դեղագետները պարզել են, որ հակաբիոտիկի այս տեսակը հատկապես եթե այն ընդունում ես մեծ չափաբաժիններով, իսկ լարսին այն տրվել էր բավական մեծ չափաբաժնով, կարող է ունենալ հազվադեպ, բայց ունենալ side effect, այսինքն հակառակ էֆեկտ։ Եվ որն է դա։ Հատկապես եթե այն ընդունելու ժամանակ անձը ընդունում է նաև ծանր ալկոհոլ կամ գտնվում է կոնստանտ ստրեսի տակ, կամ լինում է որպես trigger ինչ որ մի ստրեսային դեպք, սա կարող է մարդու մոտ բերել հոգեբանական խնդիրների, ընդհուպ միջև պարանոյա, հալյուցինացիաներ եւ հիշողության կորուստ։ Ամենայն հավանականությամբ հենց դա էր տեղի ունեցել Լարսի հետ, որովհետեւ տարօրինակությունները Լարսի կյանքում սկսվել էին այն պահից հետո, երբ նա սկսել էր ընդունել բժշկի նշանակած հակաբիոտիկները։ Առաջին բժշկի նշանակած հակաբիոտիկները ընդունելուց մոտավորապես 24 ժամ հետո սկսվում են տարօրինակությունները Լարսի կյանքում։ Այս ընթացքում Լարսը նաև դուրս էր գալիս ընկերների հետ, ենթադրաբար նաև ընդունում էր ծանր ալկոհոլ։ Բացի այդ, հիշենք, որ ալկոհոլին զուգահեռ Լարսի կյանքում կային նաև մյուս երկու գործոնները։ Լարսը գտնվում էր կոնստանտ ստրեսի մեջ, որովհետև արդեն ամիսներ շարունակ նրա հայրը ծանր առողջական վիճակում էր եւ նա անընդհատ աշխատանքը, ուսումը փորձում էր համատեղել հոր խնամքի հետ։ Դրան գումարվում է տրիգերային իրադարձությունը, որը դառնում է իսկապես խոցելի նրա համար։ Դա ծեծի միջադեպն էր, որի մեջ հայտնվում է Լարսը, եւ այս ամենի հանրագումարում ծեծ, դեպրեսիա, ստրես եւ իհարկե անպաշտպանության ու մենակության զգացողություն, որովհետեւ Լարսը գտնվում էր օտար երկրում լրիվ մենակ։ Այդ ամենը գումարվելով իրար հետ տվել էին այն մենթալ խնդիրը, այն հոգեբանական խնդիրը, որի մեջ Լարսը հայտնվել էր։ Եվ դա էր պատճառը, որ Լարսը տարօրինակ վարքագիծ էր դրսևորում։ Նրան թվում էր, որ իրեն որևէ մեկը հետապնդում է, նրան թվում էր, որ իրեն տեսագրում են, ձայնագրում են, նրան անընդհատ թվում էր, որ վտանգը մոտ է, եւ հենց դրանով է բացատրվում այն, որ նա խուճապի ու վախի մեջ պարզապես դուրս է փախչում բժշկի սենյակից եւ ուղղակի բարի բուն իմաստով անհետանում է օրը ցերեկով։ Եվ ընդհանրապես վերջերս ոստիկանները կարողացան այս թեորիան ապացուցել որպես վերջնական ճշմարտություն։
Գործը նորից վերաբացվում է ու վերաբացվում է այն բանի շնորհիվ, որ բժշկությունը առաջ է գնում եւ այս բոլոր մանրամասները դեղամիջոցի հետ կապված, որոնք ես քիչ առաջ նշեցի, ջրի երես են դուրս գալիս, իսկ նոր ապացույցների հայտնվելը թույլ է տալիս վերաբացել քեյսը։ Ինչի արդյունքում էլ ընդամենը վերջերս Վառնայի օդանավակայանի այն հատվածից, որտեղ վերջին անգամ տեսախցիկները ֆիքսել էին Լարսին, մոտավորապես 8 կիլոմետր հեռավորության վրա գտնում են մարդկային մարմնի մնացորդներ, որի ԴՆԹ անալիզի արդյունքը ցույց է տալիս, որ դրանք պատկանում էին Լարս Միտանգին։ Բայց հետաքրքիր մի բան, բժշկական հետաքննությունը նաև ցույց է տալիս, որ իրականում Լարսին ոչ ոք չի հետապնդել, Լարսի վրա չի եղել հարձակում եւ չի եղել արտաքին ազդակ, որի պատճառով նա հեռացել է այս աշխարհից։ Ենթադրաբար Լարսը հայտնվել է տվյալ տարածքում, որտեղ նա դեպրեսիայի, մենակության եւ բացարձակ պանիկայի մեջ անցկացրել է օրեր ու շաբաթներ, ինչի արդյունքում էլ նրա օրգանիզմը հյուծվել է եւ այդպես Լարսը հեռացել է այս աշխարհից։ Այս պատմությունը, այս վերջակետը ամենակարևորը հանդարտություն է բերում ինչ-որ չափով Լարսի մայրիկի կյանք, որովհետև տարիներ շարունակ կինը պարզապես չուներ պատասխան, թե ինչ է տեղի ունեցել իր որդու հետ։ Եվ սա որքան էլ որ դժբախտ պատասխան էր ու որքան էլ որ սպանում էր վերջին հույսը, որ երբևէ Լարսը կարող է գտնվել ինչ-որ տեղ, որպես հիշողությունը կորցրած անտուն, բայց միևնույն է, ճշմարտությունն է բացահայտում ու վերջապես տալիս է մորը պատասխան, թե ինչ է տարիներ առաջ տեղի ունեցել իր որդու հետ։ Սա շատ հետաքրքիր պատմություն է եւ ես սպասում եմ ձեզ կոմենտներում։ Արդյոք դուք իսկապես հավատում եք, որ այն մնացորդները, որոնք ոստիկանությունը գտել էր, իսկապես Լարսին էին պատկանում, թե սա ուղղակի արվեց այս աղմկահարույց գործին վերջակետ դնելու համար, ու իրականում Լարսի պատմությունը շատ մութ ու առեղծվածային պատմություն է։ Գրեք կոմենտներում, հավատում եք պաշտոնական տարբերակին, թե դուք հավատում եք, որ Լարսը իրականում շատ միստիկ պայմաններում անհետացել է եւ դեռ գուցե ողջ է։ Ես սպասում եմ ձեր կոմենտներում, եթե դուք չունեք տարբերակ, ապա խնդրում եմ գոնե ինձ բարևներ ուղարկեք կոմենտներում, որովհետև դա օգնում է ակտիվացնել իմ վիդեոյի դիտումները, օգնում է ակտիվացնել իմ ալիքը, իհարկե չմոռանաք լայքել եւ բաժանորդագրվել սեղմելով subscribe կոճակը։ Նաեւ կոմենտներում սպասում եմ, որ ինձ ուղարկեք նոր հետաքրքիր թեմաներ, ինչի մասին եք դուք ուզում, որ ես պատմեմ իմ ալիքում։